Հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Ընդդիմությունը պնդում է, ընտրությունն ուղեկցվել է բազմաթիվ խախտումներով, ինչ տվյալներ են ներկայացրել քաղաքական ուժերը։ 77 ձայնի փոխարեն 1 ձայն Բարգավաճ Հայաստան կուսակցությունը խոսում է աղմկահարույց անհամապատասխանությունների մասին և պահանջում վերահաշվարկ։ Հայաստան դաշինքն ու ուժեղ Հայաստանը կասկածի տակ են դնում ընտրության արդյունքները և խոսում խախտումների մասին, ինչ ճանապարհ կընտրի ընդդիմությունը, խորհրդարան թե փողոցային պայքար։ Թեհրանը հայտարարում է, որ չի փոխելու իր քաղաքականությունը տարածաշրջանում, ինչ ազդեցություն կունենան նոր սպառնալիքներն ու պատժամիջոցները։ Քիչ առաջ հայտարարություն է տարածել ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանի խոսքով ԲՀԿ-ի ստացած ձայների վերահաշվարկը շարունակվում է և դրա արդյունքը կարող է կարևոր նշանակություն ունենալ նոր խորհրդարանի կազմավորման համար։ Կարապետյանի կարծիքով դրանից կախված է նաև, թե ինչ հնարավորություններ կունենա ընդդիմությունը ազգային ժողովում կարևոր պաշտոնյաների նշանակումների ժամանակ իր դիրքորոշումը ներկայացնելու համար։ Եթե ընդդիմությունը, եթե մենք կարողացանք այնպես անենք, որ դատարանի նախագահները նշանակվելուց ընդդիմության ձայնը հաշվի առնվի, դա հավասարակշռելու է և քաղբանտարկյալների հարցը փորձելու ենք այդպես լուծել։ Եթե չէ, տեսանք, որ արդյունք չի լինելու, արդեն հանդես կգանք հայտարարությամբ։ Նաև մի բան ասեմ, իշխանության փոփոխության համար երկու տարբերակ կա։ Մեկը ընտրությունն է, մեկը փողոցային պայքարը։ Փողոցային սահմանադրական ճանապարհով պայքարը։ Փողոցային պայքարի արդյունքում պետք է ազգային ժողովի падգամավորների մեծամասնությունը քվեարկի փոփոխության օգտին։ Այդտեղ մի հարց է։ Այսօր պատմականորեն ընդամենը 8 падգամավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, եթե փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կորցնում է աթոռը։ Իհարկե, ընտրություններից հետո դա բարդ է, բայց Հայաստանի 5 տարվա ընթացքում մենք մեծ հնարավորություն կարող ենք տեսնել այդտեղ։ Ազգային ժողովի ընտրությունից հետո քաղաքական կրքերը չեն հանդարտվում։ Ընդդիմադիր ուժերը շարունակում են խոսել ընտրախախտումների մասին և ներկայացնում են իրենց հավաքագրած տվյալները։ Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու սահմանադրագետ Գոհար Մելոյանի պնդմամբ ընտրական գործընթացի ընթացքում արձանագրված խախտումները բազմաթիվ են և տարբեր բնույթի։ Մելոյանը մասնավորապես նշում է, որ հայտնաբերվել են հարյուրավոր հասցեներ, որտեղ հաշվառված են տասնյակ և նույնիսկ հարյուրավոր քաղաքացիներ։ Ընտրության արդյունքների վերաբերյալ ամենամեծ դժգոհություններից մեկը ներկայացնում է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Կուսակցությունում պնդում են, որ մի շարք տեղամասերում քվեների հաշվարկի ընթացքում անճշտություններ են արձանագրվել և արդեն սկսվել են դրանց հավաքագրումն ու իրավական գնահատումը։ Կուսակցությունում վստահ են, վերահաշվարկները կարող են փոխել ներկայիս պատկերը։ Երեկ հրավիրված ասուլիսում ԲՀԿ падգամավորի թեկնածու Արման Աբովյանը հայտարարել է, որ միայն 4 տեղամասերի վերահաշվարկից հետո կուսակցությանը վերադարձվել է 120 ձայն։ Ես ուզում եմ, որ մենք հստակ ֆիքսենք հետևյալը։ Մենք մանդատը կռիվ չենք անում։ Խնդիրը հետևյալն է, որ մենք ի սկզբանե հայտարարել ենք եւ եւս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մենք գնալու ենք մեր ընտրողների ամեն ձայնի հետևից։ Մենք տեսեք, չկա իրավիճակ, որ օրինակ ինչ-որ մի քանակություն մանդատների մեզ պակասում, ամեն գնանք գտենք այդ ձայները, բերենք, չգիտեմ ինչ եւ այլն, կամ ձայների չկա տես բան։ Մեզ համար կարևորը եղել է, կա եւ մնում է այն մարդկանց ձայները, այն մարդկանց վստահության քվեն, որը տրվել է Բարգավաճ Հայաստանի։ Մենք ամեն քվեի հետևից գնալու ենք։ Առաջնային մենք դիտարկում ենք այս պարագայում միայն սա։ ԲՀԿ-ում մտադիր են պայքարը շարունակել նաև իրավական հարթությունում։ Կուսակցության խոսնակ Իվետ Ատոնոյանի խոսքով օգտագործելու են օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքները արձանագրված խախտումները բացահայտելու և դրանց հետևանքները գնահատելու համար։
Վերջնականացվում են այն ընտրատեղամասերը, որոնցում պահանջվելու է վերահաշվարկ, նաև քննարկվում են առանձին որոշումներ եւ գործողություններ, բողոքարկելու հիմքերը, հաշվի առնելով ընտրախախտումների այն հսկայական ծավալը, որին ականատես են եղել ամբողջ ընտրական գործընթացում։ Բարգավաճ Հայաստան կուսակցության համար այս պայքարը կարևոր է, քանի որ խորհրդարանից դուրս մնալու վտանգի առաջ է կանգնած։ Նախնական տվյալներով քաղաքական ուժը ստացել է 58,378 ձայն կամ 3,996%, այսինքն կուսակցությանը ընդամենը 0,43% է պակասում սահմանված 4%-ի անցողիկ շեմը հաղթահարելու համար։ Ընտրական գործընթացին իր գնահատականն է տվել նաև ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը։ Նրա խոսքով արձանագրված բոլոր խախտումները պետք է ստանան իրավական գնահատական։ Ինչպես դուք, այնպես էլ ես հունիսի 7-ը ծանրորեն եմ համարում, որովհետև մենք տեսանք բազմաթիվ ընտրական խախտումներ, մեծից, միջին եւ մասշտաբային։ Մենք տեսանք, թե ինչպես կարող է գործադիր իշխանության ղեկավարը ընտրական գործընթացի ամենասկզբնական փուլում, երբ նոր հաշվարկն է տեղի ունենում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, հայտարարի արդեն իբրև արդյունքներ ընտրության, իբրև արդյունքները քվեարկության։ Սա չտեսնված երևույթ է, որովհետև իդեպ լրագրողներից մեկը նաև ուղիղ հարց է տալիս եւ վերջինս չի կարողանում պատասխանել, թե քանի տոկոս է ի վերջո իր ուժը ստացել։ Իդեպ, այդ ուժը վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ այլևս չունի մեր հասարակության 50%-ի վստահությունը։ Այլևս նշված ուժը 50%-ից ներքև է իր աջակցության մասով։ Ժողովուրդ ջան, իրապես այն էմոցիան, այն ուշադրությունը, սրտացավությունը, որը դուք ցուցաբերեցիք, անչափ թանկ է, անչափ կարևոր է։ Արդյունքները վիճարկելու մասին հայտարարել է նաև Հայաստան դաշինքը։ Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի խոսքով ընտրությունը անցկացվել է վարչական ռեսուրսի լայն կիրառման, ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների եւ բազմաթիվ խախտումների պայմաններում, որի համար էլ քաղաքական ուժը պատրաստվում է վիճարկել արդյունքները։ Նախնական արդյունքների նկատմամբ վերապահումներ ունի նաև ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Կուսակցության մամուլի խոսնակի գնահատմամբ հրապարակված թվերը չեն կարող ամբողջությամբ արտացոլել իրական պատկերը։ Նրանք նույնպես պնդում են, որ նախընտրական շրջանն ուղեկցվել է ընդդիմության նկատմամբ ճնշումներով, ձերբակալություններով եւ վարչական ռեսուրսի կիրառմամբ։ Ինչ ազդեցություն ունեցան այս գործոնները ընտրական գործընթացի վրա, անդրադարձել է Սեդա Գյուրեղյանը։ 49,8%-ով կամ 727,160 քվեով ընտրությունում առաջատարը քաղաքացիական պայմանագիրն է։ Կուսակցությունը կարող է պահպանել իշխանությունը, սակայն չի ստացել սահմանադրական մեծամասնություն։ Բայց ընդդիմադիր դաշտում քննարկումների հիմնական թեման ոչ թե ստացած տոկոսներն են, այլ այն, թե ինչ պայմաններում անցկացվեց ընտրարշավն ու ընտրության օրը։ Այստեղ տեսնում ենք բավական անհավասար պայմաններ ստեղծված իշխող ուժի եւ հատկապես ընդդիմության դոմինանտ ուժերի միջև։ Նախ մինչ ընտրական process-ը մենք տեսանք լայնորեն իրավապահ համակարգի ներգրավումը նախընտրական process-ներում, մասնավորապես մենք տեսանք օպոնենտներին, այսպես հրապարակից հրահանգավորումը, որպեսզի ձերբակալվեն եւ դրան անմիջապես այսպես ռեակցիոն արձագանքը իրավապահ մարմինների։ Ընտրության կեղծումը բուն քվեաթերթիկի կեղծումը չէ, ասում է քաղաքագետը։ Կեղծումը սկսում է այն պահից, երբ իշխանությունը չարաշահում է վարչական ռեսուրսը, լայն հանրության գիտակցությունը մանիպուլացնելու միջոցով։ Ձերբակալություններ, ատելության խոսք, վարչական ռեսուրս, եվրոպական աջակցություն։ Դեպքերն առանձին դիտարկելիս այնքան խոշոր ու տեսանելի չեն թվում, որքան ընդհանուր պատկերում, ասում է քաղաքագետը։ Նայում եք ընդհանուր համադրության մեջ, ապա տեսնում ենք այսպես սխեմատիկ քարտեզ, որտեղ բոլոր գործողությունները կամ բոլոր ակտերը ուղղված են հանրային կարծիքի մանիպուլացմանը։ Իսկ ընդհանուր պատկերն ավելի մտահոգիչ է, քան թվում է։ Մի կողմ թողնելով նախընտրական փուլի պատկերը անդրադառնանք բուն ընտրության օրվան։ Առավոտը սկսվեց ձերբակալություններով։ Գյումրիում ուժեղ Հայաստան կուսակցության մի քանի անդամներ բերման ենթարկվեցին։ Իմ ունեցած տեղեկությունները մոտ 5-6 հոգի են Գյումրիից։ Ուժեղ Հայաստան։
Եվ առավոտյան նաև Հայաստան դաշինքի ցույց չէ, այստեղ պատգամավորը։ Ճիշտ ասած, Հայաստան դաշինքի մասին լսել է եւս երկու հոգու մասին, բայց այլ մանրամասնություններ չեմ տիրապետել։ Ձերբակալությունները վաղ առավոտից վախի մթնոլորտ ստեղծելուն էին միտված, բայց ոչ միայն ընտրողների, այլ նաև քաղաքական ընդդիմության շրջանում, պնդում է Հայաքվե քաղաքացիական նախաձեռնության անդամը։ Որտեղ ընդդիմության ղեկավարներին, ընդդիմության լիդերներին հասկացնելու, որ եթե հանկարծ դες համար ցանկալի արդյունքներ չլինեն, հետընտրական զարգացումների ձեռք մնացեք, որովհետև ձեզ կբռնենք, կկալանավորենք, ձերբակալենք, բանտեր կգտնենք։ Օրը լցված էր ընտրախախտումների մասին ահազանգերով։ Ընտրատեղամասերի բացումից ընդամենը րոպեներ անց էին ստացվում ընտրախախտումների մասին առաջին ահազանգերը։ Միայն ներքին գործերի նախարարությունը 619 ահազանգ ստացավ առավոտյան 8-ից մինչև ուշ գիշեր։ Իսկ ընտրախախտման ամենաակներև դեպքը զինվորների ընտրությունն էր Նուբարաշենում եւ Մեղրիում, մինչև երեկոյան 23:43։ Այդ ժամին ընտրատեղամասերը վաղուց փակված պետք է լինեին, իսկ զինվորները քնած։ Պարզ է, որ հարկադրանքի եւ պարտադրանքի ներքո են բերվել եւ մուտք են գործել ընտրատեղը կատարել են քվեարկություն, արդեն պարզ է օգտի քաղաքացիական պայմանագիր կուսակցեն։ Սակայն հունիսի 8-ի երեկոյան Փաշինյանը ավելի մեծ անակնկալ ուներ։ Ընտրության արդյունքների հազիվ 15%-ն էր ամփոփվել, երբ իր քաղաքական համակիրներով շրջապատված Փաշինյանը հայտարարեց սեփական հաղթանակի մասին։ Ընտրությունների արդյունքում հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը եւ շնորհավորանքներ էր ստանում հարևան երկրների ղեկավարներից։ Ի սրտե շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա կուսակցությանը ընտրություններում գրանցած հաջողության կապակցությամբ։ Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը։ Ըստ քաղաքագետի հաղթանակի մասին այս հայտարարությունը քաղաքական պարզ սցենար էր։ Կարծեք թե այսպես ստեղծում էր լակմուսի թուղթ հետագայում այս կամ այն իրավիճակում ընտրությունները, եթե իշխող ուժին ձեռնտու չլինեին արդյունքները կամ հնարավոր չլիներ բավարար չափով այսպես ներկայացնել իր հաղթանակը, տանել ընտրությունները ոչ լեգիտիմացման փուլ եւ նոր ընտրություններ նշանակել։ Մինչ ընդդիմադիր ուժերը խոսում են վերահաշվարկների, ընտրական գործընթացի վիճարկման եւ քաղաքական գնահատականների անհրաժեշտության մասին, հունիսի 8-ին ընտրության շուրջ հիմնական բանավեճը շարունակում է մնալ նույնը։ Իշխանության հաղթանակը բացառապես ընտրատեղամասերում ստացած ձայների արդյունք էր, թե նաեւ այն քաղաքական ու վարչական միջավայրի, որի պայմաններում անցկացվեց այս ընտրարշավը։ Սեդա Կյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Մինչ քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց գնահատականներն ու պատրաստվում հնարավոր բողոքարկումներին, կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է ընտրության արդյունքների ամփոփումը։ Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի, վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին, որից հետո քաղաքական ուժերը հնարավորություն կունենան դիմել սահմանադրական դատարան։ Հովակիմյանը մեկնաբանել է նաև այն հարցը, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հաղթանակի մասին այն փուլում, երբ հաշվարկված էին ընդամենը մի քանի ընտրատեղամասերի արդյունքներ։ ԿԸՀ նախագահի խոսքով քաղաքական գործիչներն ազատ են իրենց քաղաքական գնահատականներում։ Քաղաքական ուժերը առնվազն 3 ժամ եւ ավել առաջ են արդյունքները ամփոփում, քան կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Բացատրեմ թե ինչ, որովհետեւ երբ որ տեղամասերում քվեարկության արդյունքները ամփոփվում են, քաղաքական ուժերի վստահված անձինք տվյալները միանգամից հաղորդում են իրենց վստահորդներին, այսինքն իրենց շտաբը, չգիտեմ ինչ որ բան։ Մենք որպեսզի այդ տեղամասի արդյունքները մուտք անենք մեր համակարգ, այդ տեղամասը այդ արդյունքները ամփոփելուց, այսինքն հաշվելուց հետո դե պետք է գույքը հավաքի, այսինքն պարկը, այդ մենք կակամյա օգտագործման պարկ, ինչը պետք է դրվի, զմրսվի, ստորագրվի, այսինքն այդ ամբողջ process-ը եւս 3-4 ժամ ավելացնում է։ Հետո այդ ամբողջ գույքը բերում ներկայացնում են ընտրատարածքային հանձնաժողով։ Ընտրատարածքային հանձնաժողովը իր սպասարկման տարածքի տեղամասերի գույքը ամբողջությամբ մեկ առ մեկ ստուգում, ընդունում է, խնդիր կա, խնդիր չկա, ճիշտ է փաթեթավորված, ճիշտ չի փաթեթավորված, արձանագրությունը ճիշտ է լրացված, ջնջում ունի, չունի, այսպես հետո դրանից հետո նոր արձանագրությունը գնում է արդեն մուտքագրման։
Սակայն նույնիսկ վերջնական արդյունքների հրապարակումից հետո քաղաքական ինտրիգը դժվար թե ավարտվի։ Այժմ գլխավոր հարցն այն է, թե ինչ ճանապարհ կընտրի ընդդիմությունը։ Կսահմանափակվի պայքարը խորհրդարանական հարթակով, թե ընդդիմադիր ուժերը կփորձեն այն տեղափոխել փողոցային պայքարի դաշտ։ Հնարավոր զարգացումները ուսումնասիրել է Անիա Բաղյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց արդեն ձևավորվում է նոր խորհրդարանի քաղաքական պատկերը, թեև դեռ հնարավոր են վերահաշվարկներ եւ տեխնիկական շտկումներ։ Նախնական տվյալներով քաղաքացիական պայմանագիրը ունի 64 մանդատ, Ուժեղ Հայաստանը 29, Հայաստան դաշինքը 12 մանդատ։ Ինչ հնարավորություն է ստանում քաղաքացիական պայմանագիրը 64 մանդատով։ Հայաստանում 64 մանդատ ունեցող քաղաքական ուժը համարվում է միանձնյա մեծամասնություն, այսինքն քաղաքացիական պայմանագիրը կարող է ինքնուրույն ձևավորել կառավարություն, ընտրել վարչապետ եւ հաստատել կառավարության կազմը։ Նաև այդ ուժը վերահսկում է օրենսդրական գործընթացը, կարող է ընդունել օրենքները եւ ձևավորել խորհրդարանական օրակարգը։ Բայց կա մեկ կարևոր սահմանափակում։ Սահմանադրություն փոխելու համար անհրաժեշտ է 2/3 մեծամասնություն, մոտ 70 մանդատ, ինչը նշանակում է, որ այդ հարցում ՔՊ-ն չի կարող կատարել այն, ինչ վերջին տարիներին անդադար հայտարարում է։ Բայց պատկերը կարող է փոխվել, եթե ԲՀԿ-ի վերահաշվարկից հետո կուսակցությունը հաղթահարի անցողիկ շեմը։ Իսկ այս փուլում ինչ կարող է անել ընդդիմությունը։ Ընտրություններից հետո քննարկումների կենտրոնում է մանդատները վերցնելու կամ դրանից հրաժարվելու հարցը։ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի կարծիքով ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները, որը ավելի շատ քաղաքական դիրքորոշում է։ Իրավական բաղադրիչը, ինչպես մնացած երկրներում, չի նշանակում, որ մանդատները չվերցնելը փոքրամասնության կարող է հանգեցնել այնպիսի հետևանքների, ինչպիսին են ազգային ժողովի նոր ընտրությունը, երկրորդ փուլը կամ էլի նմանատիպ հետևանքներ։ Հավաքական ընդդիմությունը նախնական տվյալներով խորհրդարանում ունի 41 մանդատ։ Եթե ցանկանան հրաժարվել մանդատից, յուրաքանչյուր ընտրված падգամավոր պետք է անհատական կարգով ներկայացնի հրաժարականի դիմում, որից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացնի համապատասխան ընթացակարգերը։ Եթե ընդդիմադիր ուժերը հրաժարվեն մանդատներից, նրանց մանդատները չեն փոխանցվում անցողիկ շեմը չհաղթահարած ուժերին։ Խորհրդարանում այդ տեղը պատկերավոր ասած կմնա դատարկ։ Հիմա մանդատները չվերցնելը ունի քաղաքական բաղադրիչ բնականաբար։ Այն առաջացնում է լեգիտիմության խնդիր տվյալ խորհրդարանի, քաղաքական ճգնաժամ, բոյկոտի քաղաքական պայքարի մեխանիզմ է եւ քաղաքական ընդդիմությունը, որը մտել է ընտրապայքարի մեջ ու արձանագրել այս արդյունքները, տիտղոսակիր ընդդիմությունը ըստ էության այս պահին ըստ մանդատի պետք է ինքը կայացնի որոշում։ Սա իրենց որոշումն է։ Իսկ աշխարհն ունեցել է նման օրինակներ։ Վենեսուելայում, Բելարուսում, Ուկրաինայում եւ մի շարք այլ հետխորհրդային երկրներում մանդատները չվերցնելը գործածել են որպես քաղաքական ճնշման կամ ընտրությունների լեգիտիմությունը չճանաչելու միջոց։ Բայց հետաքրքրական է Մեծ Բրիտանիայի խորհրդարանական համակարգում առանձնահատուկ օրինակ համարվող իռլանդական ազգայնական Sinn Féin կուսակցության երկարամյա դիրքորոշումը։ Կուսակցությունը մասնակցում է խորհրդարանական ընտրություններին եւ ստանում մանդատներ, սակայն հրաժարվում է ստանձնել դրանք Westminster-ի խորհրդարանում։ Այս քաղաքական մոտեցումը հայտնի է որպես աբստենցիոնիզմ, քաղաքական պայքարի ձև է, որը խորհրդարանական մասնակցությունը փոխարինում է խորհրդարանից դուրս պայքարով, պահպանելով ընտրական մասնակցությունը, բայց հրաժարվելով ինստիտուցիոնալ ներկայությունից։ Քանի որ Մեծ Բրիտանիայում падգամավորները պարտավոր են երթում տալ թագին որպես խորհրդարանի անդամ դառնալու պայման, Sinn Féin-ի ընտրած падգամավորները հրաժարվում են այդ երթումից եւ այդ պատճառով չեն զբաղեցնում իրենց տեղերը։ Արդյունքում կուսակցությունը մասնակցում է ընտրական գործընթացին, սակայն չի դառնում խորհրդարանական աշխատանքի մաս։ Այս մոդելը ձևավորվել է պատմական եւ քաղաքական երկարատև հակամարտության համատեքստում եւ չի հանդիսանում սովորական ընտրական բոյկոտի օրինակ, այլ սկզբունքային քաղաքական դիրքորոշում։ Հայաստանի դեպքում իրավական մեխանիզմը հստակ է։ Ընտրված падգամավորի հրաժարականը չի հանգեցնում ընտրությունների վերանայման կամ մանդատների վերաբաշխման այլ ուժերի միջև, բայց առաջացնում է լեգիտիմության լուրջ հարց եւ ձևավորում առանց ընդդիմություն խորհրդարան։ Անիա Բաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Միջազգային լրահոսից Իրանի եւ Իսրայելի միջև վերջին լարվածությունից հետո Թեհրանը աստիճանաբար վերացնում է ավիացիոն սահմանափակումները։ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է, որ վերսկսում են մի շարք չվերթեր, որոնք դադարեցվել էին անվտանգության նկատառումներից ելնելով։ Սակայն ռազմական լարվածության թուլացումը չի նշանակում, որ քաղաքական տարաձայնությունները հաղթահարված են։ Իրանը հայտարարել է, որ որևէ նշանակություն չի տալիս Հորմուզի նեղուցի շուրջ Եվրամիության հնարավոր պատժամիջոցներին եւ շարունակելու է իր քաղաքականությունը տարածաշրջանում։ Տարածաշրջանային զարգացումներին ուշադրությամբ հետևում է նաև Վաշինգտոնը։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետին զգուշացրել է խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են իրավիճակը վերածել լայնամասշտաբ պատերազմի։ Միջազգային մյուս լուրերը Զարա Սարգսյանի ռեպորտաժում։ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին Իրանի դեմ հարվածները լայնածավալ պատերազմի չվերածելու մասին։ Ես BB-ին ասացի, ավելի լավ է զգույշ լինես քո գործողություններում, թե չէ շուտով կարող ես միայնակ մնալ Իրանի դեմ, ասել է Թրամփը։ Հավանաբար այս զրույցից հետո Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դադարեցրել է Իրանի դեմ հարվածները։ Իրանն էլ դադարեցրել է Իսրայելին ուղղված հարձակումները, սակայն զգուշացրել է, կործանարար պատասխան կտա, եթե Իսրայելը հարձակվի Լիբանանի վրա։ Իդեպ Թրամփը չի բացառել Իրանում ԱՄՆ հատուկ ջոկատայիններ իջեցնելու հարցը։ Եթե Վաշինգտոնի ու Թեհրանի միջև բանակցությունները ձախողվեն, ամերիկյան կողմը հնարավոր է Իսլամական Հանրապետության տարածքում հատուկ նշանակության ուժերի ներգրավմամբ գործողություն իրականացնի։ Կա երկու տարբերակ. կամ մենք կմտնենք Իրանի տարածք եւ կլուծենք այն հարցերը, որոնք նախկինում ռազմական ճանապարհով չի հաջողվել լուծել, կամ պարզապես կպահպանենք Իրանի շրջափակումը, որովհետեւ ինչպես պարզվեց, դա ավելի արդյունավետ է, քան ցանկացած ռազմական հարձակում։ Financial Times-ի հետ զրույցում ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Զելենսկին նամակ է գրել Պուտինին եւ ուղարկել այն ամբողջ աշխարհին։ Դա անքաղաքավարի է։ Քաղաքավարի մարդիկ այդպես չեն վարվում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Հիշեցնենք, օրերս Ուկրաինայի նախագահը բաց նամակով դիմել է Ռուսաստանի նախագահին, որում առաջարկել է հանդիպման համար կոնկրետ ամսաթիվ նշանակել եւ նշել, որ այն կարող է տեղի ունենալ Շվեյցարիայում, Թուրքիայում կամ արաբական որևէ երկրում։ Ֆիլիպինների հարավում գտնվող Մինդանաու կղզում տեղի է ունեցել 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Հաղորդվում է առնվազն 16 զոհի եւ 200-ից ավելի վիրավորի մասին։ Վնասվել են բնակելի շենքշինություններ, նաեւ դպրոցներ, որտեղ հունիսի 8-ին նշել են նոր ուսումնական տարվա առաջին օրը։ Ճապոնիայի քաղաքներից մեկում արջը ստիպել է իշխանություններին փակել բոլոր դպրոցները։ Կես միլիոն բնակիչ ունեցող Ուցունոմիա քաղաքի իշխանությունները հայտնել են, որ արջին առաջին անգամ տեսել են շաբաթ երեկոյան բնակելի թաղամասում այգու հարևանությամբ։ Կենդանին դեռևս ազատության մեջ է։ Իրանի ֆուտբոլի հավաքականն էլ ժամանել է Մեքսիկա, վիզաների եւ Միացյալ Նահանգների մարզադաշտեր մուտք գործելու հնարավորության շուրջ շարունակվող վեճի ֆոնին, որտեղ նրանք պետք է խաղան ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։ Իրանն իր 3 խաղերն էլ պետք է անցկացնի Միացյալ Նահանգների տարածքում։ Զարա Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Չնայած հրադադարի մասին հայտարարություններին, իրավիճակը շարունակում է մնալ լարված մերձավոր արևելքում։ Մի քանի օր առաջ կողմերը խոսում էին դիվանագիտական լուծումների մասին, սակայն այսօր տարածաշրջանը կրկին կանգնած է նոր ռազմական էսկալացիայի վտանգի առաջ։ Ինչ է տեղի ունեցել վերջին օրերին եւ ինչ զարգացումներ են սպասվում առաջիկայում, ռեպորտաժում։ Մերձավոր արևելքի փխրուն հրադադարը կրկին փշրվեց, դիվանագետների երկար աշխատանքը հոդը ցնդեց հրթիռային հարվածների ֆոնին։ Հունիսի 6-ից տարածաշրջանում իրադարձությունները զարգացան ժամ առ ժամ։ Նախ Միացյալ Նահանգները հայտարարեց Իրանի ռազմական ենթակառուցվածքների դեմ հարվածների մասին, դրանք հիմնավորելով տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող գործողություններով։ Վաշինգտոնը հայտարարեց, որ կարձագանքի ցանկացած սպառնալիքի եւ թույլ չի տա, որ Հորմուզի նեղուցում անվտանգությունը վտանգվի։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ընդգծեց, որ իրավիճակը չի կարող մնալ առանց պատասխանի։ Ակնհայտ էր, որ Իսրայելի համար յուրաքանչյուր Իրան ԱՄՆ պայմանավորվածությունը անընդունել է եւ կարմիր գիծ է։ Այդ համար Իսրայելը կաներ ամեն ինչ, որպեսզի որևէ բանակցությունները չհաջողվեն։ Թեհրանը պատասխանեց հրթիռներ արձակելով ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ, հայտարարելով, որ սա պաշտպանական գործողություն է։ Իրանի ղեկավարությունը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները խախտել է նախկին պայմանավորվածությունները եւ պատերազմ է պարտադրում տարածաշրջանին, սակայն դրանով շղթայական արձագանքը չավարտվեց։ Այստեղ նաեւ փոխվեց Միացյալ Նահանգների մոտեցումը։ Եթե մինչև այդ Միացյալ Նահանգները կաջակցեն Իսրայելին եւ կհայտարարեն, որ ողջունում են Իսրայելի քայլերը եւ այլն,
Հիմա Միացյալ Նահանգները կոչ են անում Իրանին զինադատարի եւ կոչ են անում նաեւ Իսրայելին հայտարարություններով, այլ ոչ թե ինչ-որ կոնկրետ քայլերով։ Հունիսի 7-ին իրավիճակն ավելի լարվեց։ Իսրայելը հարվածներ հասցրեց Լիբանանի տարածքում գտնվող թիրախներին, հայտարարելով, որ դրանք կապված են Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների հետ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարեց, թե Իսրայելը չի հանդուրժի Իրանի ազդեցության ընդլայնումը տարածաշրջանում։ Իրանը, որը պաշտոնապես հայտարարել է, որ յուրաքանչյուր զինադատարը Միացյալ Նահանգների հետ անպայման պիտի ներառի նաև Գազան եւ Լիբանանը։ Հաշվառ որ Իսրայելը խախտեց այս զինադատարը, ուրեմն Իրանը իրան ոչ մի բանով պարտադրված չի զգում եւ հարվածելու է Իսրայելին։ Թեհրանը դա համարեց հերթական սադրանք եւ հայտարարեց, որ անցել են բոլոր կարմիր գծերը։ Իրանի գերագույն ղեկավար Այաթոլլա Մոջթաբա Խամենեին հայտարարեց, որ պատասխանը լինելու է անխուսափելի եւ ցավոտ։ Դրանից կարճ ժամանակ անց Իրանը հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ, խոսելով պատասխան գործողությունների մասին։ Երկու կողմերն էլ հայտարարում էին, թե գործում են ինքնապաշտպանության շրջանակում, սակայն փաստացի տարածաշրջանը կրկին հայտնվեց լայնամասշտաբ պատերազմի վտանգի առջև։ Իրան-ԱՄՆ հարաբերություն զինադատարը դե ֆակտո կա։ Ավելի լայն զինադատարը խախտեց Իսրայելը, շարունակելով իր ուժային գործողությունները Լիբանանի հարավում, եւ Իրանը պատասխանեց, որտեղ բոլորը հասկանում են, որ եթե պատերազմը շարունակվում է Լիբանանում եւ դեղ զինադատարը չի աշխատում Իսրայելի եւ Հեզբոլայի միջեւ, ապա Իրանը մտնում է պատերազմ եւ ինքն էլ չհետևում զինադատարին։ Հունիսի 8-ի դրությամբ փոխադարձ հարվածները շարունակվում են։ Իրանական հրթիռներն ու անօդաչուները թիրախավորում էին իսրայելական ռազմական օբյեկտները, իսկ Իսրայելը օդային նոր հարվածներ է հասցնում Իրանի ռազմական ենթակառուցվածքներին։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գործողությունները շարունակվելու են մինչև իրենց խոսքով սպառնալիքը չեզոքացվի։ Մի քանի օրում հրադադարի մասին խոսակցությունները փոխարինվեցին օդային տագնապի ազդանշաններով, իսկ բանակցությունների սեղանը տեղափոխվեց հրթիռների դաշտ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abc-media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, տաղավարում կաշխատի Գառնի Մութեֆյանը։